Բարի եկացեք քույրեր, thank you Silvia, դոնդ բացիր, աստված աղոթներ պատասխանե եւ առողջության մեջ բայ բոլորիսալ։ Ամեն։ Ինչպես քիչ առաջ վերակալրինք, մենք Հիսուսի արակներուն կամ ավելի հրաշներուն գնայինք եւ այսօրվա հրաշքը նորեն ճուրերու վրա է։ Անցյալ շաբաթ Հիսուս ճուրի վրա կալեց, նավգար, փոթորիկ կար, այս անգամ փոթորիկ չի գա, նավգա, ճուր գա, ծուկ գա։ Ասկից մի քանի շաբաթ առաջ ծուգի մասին խոսեցանք 5000-ին գերակրվիլը հետաքրքրական է որ Հիսուսի առաքելությունը Գալիլեո ծովուն 4 կողմը կբադահեր դարբեր գյուղակաղակներու մեջ եւ աս հրաշքը հիշված է Ղուկաս 5 1:11 համարներու մեջ եւ դարձյալ նույնը կբադահի ուրիշ ադեն նույն ճիշտ նույն հրաշքն է բայց ուրիշ ժամանակ կբադահի որ Հիսուսի հարութենն ետքն է Հովաննու 21 առաջին 14 համարներում մեջ այն օրը պիտի չինայինք մենք այսօր եւ ինչպես ասկեց առաջացեզի միշկը հիշեմ ո՞ր մեկ ադեմ որ սուքիրքեն հադված կգարտակ 4 կողմի բարբերությունը նայեցեք երբ եղավ ուր եղավ ինչ եղավ անգեց առաջ ուրեմն ճիշտ աս բադահարեն առաջ որ ասիգա կբադայի գոր զովագիմը քենեսերետ զովագին 4 կողմը նայեցեք որ Հիսուս ինչ կներ Ղուկաս 4:45 ու Գալիլեայի ժողովարաններում մեջ կքարոզեր այո Հիսուս Գալիլեայի ժողովարաններում մեջ կքարոզեր Գալիլեան ընդարձավ ծով բներ կամ լիճ բներ եւ անոր 4 կողմը դարբեր գյուղակաղակներ կային ինչպես Կապառնայում ինչպես Կանա քաղաքը գար ինչպես Կենեսարետ ինչպես Փեթսայդա անցած շաբաթ որ նայեցանք դարբեր դեղեր գերտար եւ Հիսուս ժողովարաններում մեջ կքարոզեր ասի ինձի կցցնե որ Հիսուսի առաջնահերթ առաքելությունը հրաշքնել չէ այլ քարոզել է Հիսուս անորամար եկավ քարոզել եւ ինչ քարոզեց արքայության ավետարան այսինքն Աստծո թագավորությունը մոտեցած է ապաշխարեցեք ինչ որ Հովանես Մգրդիչ իր մե առաջացավ եւ իր ամենակարևոր առաքելությունն արի ոչ բժշկություն ոչ ճաշտալ ցուկ եւ հաց ոչ թևեր հանել այլ քարոզել եւ տեսնենք հիմա Ղուկաս 5:1 ինչ կսե Օրմը երբ ժողովուրդը անոր հորդիկը ծիզվեցավ Աստծո խոսքը լսելու համար ինքը Քեսարեթի ծովագին քով գեցեր շնորհակալ եմ Քենեսարեթի ծովագին քով գեցեր եւ ասի Քենեսարեթի ծովագը այսինքն Գալիլեո ընդանուր շրջանին մեկ բաժինն է ծովագն է եւ ինչ իմաստ ունի ինչ հասկանանք որ Հիսուս հոն գեցեր է ինչս է Քենեսարեթ նայեցեք Քենեսարեթը դարձյալ հիշված է Մարգոս 6:53-ի մեջ ու մյուս կողմը անցնելով Քենսարեթի երգիրը հասան ու նավը դեղավորվեցին Thank you ասի ուր մյուս կողմանցան գիտեք ինչ պատահեցավ ճիշտ ասկեց առաջ Հիսուս ճուրին վրա է որ քալեց փոթորիկի մեջ էին նավելով անցան իրենք Փեթսայդա էին չէ Փեթսայդան Գալիլեո ծովուն արևելքն է ջեղկեցին արևմուտք եկան Հիսուս արևմուտքն է northwest-ն է ուրեմն ծովու մեջտեղն էին չէ որ Հիսուս քալեց քալելով նավելով Քենեսարեթ եկան Եվ անդեղ նալ հոն, եթե շարունակենք ասել որ հոն շատ բժշկություններ արավ, ուրեմն այդպես կերևի որ Հիսուս աս էրիայի մեջը շատ բժշկություն ուներ։ Հիմա նայեցա որ Քենեսարեթ ինչս է։ Քենեսարեթի իմաստը ինչ է։ Անգլերենով որ հուն եբրայերեն իմաստն է գսե որ it's a garden of riches։ Քենեսարեթ Ջեննետ Սարվա մտածեցի ես։ Արաբերեն եթե գիտեք հարմարի արաբերենը բանին է եբրայերենն է։ Եվ հունարեն իմաստը գսեգոր որ քինարս էլ եղեր harp այսինքն շատ փեղուն շրջան մներ ուր որ փերքը արադ էր եւ լավ ժողովուրդ եւ փերք արանդեղը եւ հոն ուրեմն Հիսուսը որ գերտար բազմություն հավաքվեր հասկանաք ինչու կարեւոր է ասպաները գիտնալ ենթահող գիտնալ դարձյալ ուրիշ կաղապարը որ գարտացի գսե որ Gennesaret was a place of destination. Այսինքն հանդիպման վայր մներ։ Gennesaret-ը դեր մներ որ Հիսուս հոն հրաշքներ արավ։ Տուն Gennesaret մունիս որ Հիսուս հոն հանդիպած է քեզի։
որ հրաշներն է։ Դու հիմա կգարտաս, որ Հիսուս ծովագին, Կենեսարետ ծովագին հոնկայներ էր։ Կգարտաս կանցնիս։ Բայց երբ որ խորունգը կբեղենք, քույրեր, սուքիրքը իրական կսերդենք, մեզի գծեցնե որ որքա խորունգ է Աստծո խոսքը։ Կենեսարետ մունիստուն, որ Հիսուսոն քեզի կհանդիպի։ Եվ աստեղը բժշկության վայրեր, աստեղն որ Հիսուս քալեց ծուրին վրայեն, Կենեսարետի զովագը կացինելու։ Եվ ասկերեցիկ իմաստը գարնենք, որ it's a garden of riches, այսինքն հարուստ բարդեզմն է, հարստությունով լեցուն, այսինքն փերք ունի, ադիմաստով։ Եվ հիմա շարունակենք երկրորդ եւ երրորդ համարները հաջիս։ He saw 2 boats pulled up on the beach. The fishermen had left them and were washing the nets. Jesus got into one of the boats. It belonged to Simon, and asked him to push off a little from the shore. Jesus sat in the boat and taught the crowd. Շետապուր հայերենով։ Տեսավ երկու նավեր, որոնք ծովագինքով գեցեր էին և ծգնորսները անոնց մեջ են երաս ուրգանները գնվային։ Ինք այն նավերը մեկու մեջ մտավ, որ Սիմոնին էր, և աղացեց անոր որդիչ մծամակեն ծովու մեջ տանի, և նստելով նավում մեջ են ժողովրդին կսորվեցներ։ Շնորհակալ եմ։ Ուրեմն Հիսուսի համբավը արդեն դարածված է, չէ՞։ Ուր որ եթե ամփոխ կուքագոր, երբ որ ամփոխ կուքա Հիսուս ժողովրդի մեջ գհրմշտեն Սիմոնեն, այսինքն Պետրոսն է ասի, խնդրեց որ իր նավը կործածի, չէ՞ որ երկու նավ գարոն գսե, այդ նավերը մեկը Սիմոն Պետրոս եւ Անտրիասի երկու եղբայր են, մյուսն է Զեբեդեոսի որդիները Հակոբոս եւ Հովհաննես, անոնց նավներ եւ ասոնք ծգնորս էին։ Եվ անշուշտ Պետրոսալ Հիսուսի մասին լսած էր, քանի որ հիմա Հիսուս կհամարցակի որ Պետրոսի ասել որ նավը պիտ մտնա, մտավ արդեն եւ անդեն կսորվեցնե որ։ Շատ հավանաբար Հիսուսի եւ Սիմոնի ասի երրորդ հանդիպումներ, ասի իր առաքելության սկիզբներն է։ Թե առաջին հանդիպումը երբ էր, նայեցեք Հովաննու 1:41-42 ինչ կսե։ Սիմոն Պետրոսին եղբայրը Անտրիաս այն երկուքեն մեկն էր, որոնք լսեցին Հովանեսեն եւ անոր յետևեն կացին։ Անիգա նախ իր Սիմոն եղբայրը գտնե եւ գսե անոր. «Գտանք Մեսիան, որ Քրիստոսը գտակվի»։ Ու դարավ Դանիգա Հիսուսին կողք։ Հիսուս անոր նայելով ասավ. «Ուն ես Հովնանի որդին Սիմոնը, թուն գեպաս պիտի գոչվիս, որ Պետրոս գտակմանվի»։ Շնորհակալ եմ։ Ասի առաջին անգամն է որ երբ որ Հովանես Մկրտիչը ասավ ահա Աստծո քարը, Հիսուս երբ որ հորտանանու շրջանն էր, Անտրիասը եւ Հակոբոսը գտնեն Հիսուսի, երկու մագեթան իրենց եղբայրները գտերեն։ Առաջին հանդիպումն է։ Երկրորդ հանդիպումը Մատթեոս 4:18-22-ի մեջ կգարտանք։ 22 18 Երբ Հիսուս քարայացներու ծովում կովեր կվրդեր, դեսավ երկու եղբայրներ, Պետրոս կոչված Սիմոնը եւ անոր եղբայր Անտրիասը, որոնք ծովը ուրգան գծկեին, վասնզի տեխնորսեին։ Ըսավ անոնց. «Իմ յետևես եկեք ու ցեզ մարդոց որ սորտ ընեմ»։ Անոնք շուտ ուրգանները թողուցին ու անոր յետևեն կացին։ Անգի հարաճ երթալով դեսավ ուրիշ երկու եղբայրներ, Զեբեդյան Հակոբոսը ու անոր եղբայրը Հովհաննեսը, նավին մեջ իրենց հորը Զեբեդեոսի հետ իրենց ուրգանները գտնեին ու գանչեց անոնք շուտ նավն ու հայրենին թողուցին ու անոր յետևեն կացին։ Շնորհակալ եմ։ Առաջին անգամ հորթանանու կեդին շուրջներ Հիսուս հանդիպեցավ իրենց, երկրորդը Գալիլեա ծովուն եզերքն է եւ այս անգամ ցգնորս լալին գտեսնեգոր եւ գսեգոր եկեք ետևես։ Հիմա չեմ գարձեր Պետրոս հոսլման իր կորձը ցկեց։ Ինչու, քանի որ այսօրվա հատվածին որ նայեք դակավին սրնորսությունը կշարունակեգոր։ Ուրեմն Պետրոս կամած գնդելանագոր Հիսուսի, գծանոթանագոր գհանտիվիգոր, գլսեգոր եւ ինքը մինչ որ ինչպես քիչ առաջ կարդացինք Սիմոն Պետրոսի նավոհոներ ուրգանները գլվային Հիսուս պատկամ դվածադեն Պետրոս մտիկ կնեգոր Դարձյալ Պետրոս հանդիպեցավ Հիսուսի Ղուկաս 4:38-40 Ճիշտ աս 5-րդ գլուխեն 1 գլուխ առաջ 4-րդ գլխում մեջ գտեսնենք որ
Պետրոս երբ դարձյալ հանդիպեցավ Հիսուսի, հաջիս կարտա։ Ու ժողովարանեն ելնելով Սիմոնի դունը մտավ։ Սիմոնի զորքանչնալ սաստիկ չերմով կդանչվեր, անոր համար աղաչեցին իրեն։ Եվ Հիսուս անոր վրա գայնելով սաստեց չերմին, որ թողուց զանիգա եւ շուտ մի ելավ ու անոնց սպասավորություն կներ։ Շնորհակալ եմ։ Ուրեմն թեր Սիմոն Պետրոս իր աշակերտը չէ դակավին։ Բայց կզանոթանա որ Հիսուսի, բավարար զանոթացավ որ հանկիստ սկաց Սիմոնի դու նկացեր է։ Գիտեք սուրճ մը բիդարնե, բադարը հաց բիդուդե, բայց Սիմոնին գեսուրը, այսինքն զոքանչ մայրը հիվանդ է եւ ոն բժշկություն կլա։ Սիմոն ասում կդեսնի որ Պետրոսը ասենք։ Ճիշտ անգեց յետ կնե որ մեր այսօրվա բադահարու կա որ ադորա մարցեցի աս բեքգրաունդ ուզեցի դալ որ Պետրոսի արդեն մի քանի հանդիպումներ ունեցած է Հիսուսի հետ, բայց դաղավին չենք գիտեր եթե Պետրոս փրկված է։ Չենք գիտեր։ Հիմա պիտի նայենք ադոր։ Եվ այդ համացարությունով է որ Հիսուս իր նավ մտավ եւ նստավ։ Հիսուսի մասին գիտե Պետրոս Հիսուսի մասին գիտակցի, հրաշները թերևս տեսավ, իր զոկանչին հրաշքը տեսավ, իր քարոզչությունը լսեց, աստվածավախ էր, բարի մարդ էր, հաճող ծգնորս էր, բայց փրկված էր, չեմ գարձեր։ Մեզ շատերը սագրնալ աստվածավախ, քրիստոնյա, եկեղեցասեր, աղոթասեր, միտքով ասամեն գիտությունները ամփարած, լեցված, գիտենք, բայց հանդիպում, որ կյանք փոխվի, մեր պապակը ադեկույր էր։ Հիսուսի հետևելու պապակնից ադե որ իրավ վես ասկյանքը փոխվի։ Քանի որ Հիսուս անոր համար եկավ որ մեզի մեր մեղավոր վիճակեն փոխե, երկինքի արժանացնե եւ մենք հոստեղեն գրնանք գիտնալ որ մենք երկինքի паспорտ ունենք եւ վիզա գա։ Ոչ թե մերնես հետո աման չենք գիտեր, ոչ։ Վստահ եղիր, անունդ քրված լա գնաց քիրքի մեջ։ Դակավին հիմա չեք տեսներ որ Պետրոսի անունը քրված է։ Եվ հիմա երբ որ անշուշտ քարոզչությունը վերջացավ, Հիսուս խոսեցավ, 4-րդ համարը Գարձեմ դին Մարիքեզի դեպի 4-րդ համարը 5-4, Ղուկաս 5-4, հաջիս կարտա։ Երբ խոսել են, հաճեցավ, ըսավ Սիմոնին, հարաճ, դար, նավը, և իր խորոգը և ուրգանյաները ծկեցեք, ծուկ որսալու։ Շնորհակալ եմ։ Հիմա նավու մեջ արդեն նստած է Հիսուս, այդպես կերևի որ Պետրոսը նավ մտավ։ Քանի որ գսե որ Պետրոսի առաջ տար նավը, Պետրոսը պիտի քշե նավը։ Հիսուս ինքը նավավար չէ։ Պետրոս պիտի քշե եւ վար դարսավ։ 5-րդ համարը Արմիկույր Սիմոն պատասխան տալով Սավանով. Վարտաբեդ, բոլոր քիշերը աշխատեցանք ու համը չբռնեցինք, բայց քո խոսքիդ համար ուրգանը գծկեն։ Շնորհակալ։ Հիմա հոս Սիմոն ինչ կգանչե Հիսուսի վարտաբեդ։ Վարտաբեդին չսել է ուսուցիչ, դաստիարակ, առաջնորդ, ղեկավար Հիսուսի որպես ուսուցիչ կճանչնա որ Պետրոսը, որպես առաջնորդ ադիգա acknowledge կնեկոր, այսինքն գիտակցի որ եւ գարդայդեգոր։ Հիմա բիդի ցածկեմ եւ 8-րդ համարը բիդերտամ 5-8-ը որուն դվի։ Հաջիս կարտա անիգա։ Սիմոն Պետրոս երբ տեսավ Հիսուսին ձունգերուն ընկավ ու ասավ. Դերիմ, քովես մեկի խնա, քանզի ես մեղավոր մարդն եմ։ Շնորհակալ եմ։ Սկիզբը վարտաբեդ ասավ 8-րդ համարի մեջ ինչ ասավ դեր ճիշտ հոսը որ գխորիմ իսկական դարձ ունեցավ Պետրոս եւ ընդունեց ինչու քանի որ մեղավոր մարդ մնամ ասավ եթե մեկը իրական սրտանց աստուծո մոդենա իր մեղավոր լալը կտեսնի քանի որ սուրբ աստուծոմը ներկայության մեջ որ մեղք չունի կադարյալ է ամեն դեսագետով արդար ճշմարիտ ես կուկամ կտեսնեմ որ նախանց կա հբարդություն կա վախ կա մտավանջություն կա թադել կա չավնիլ կա սուտ կա ջերմակ սուտ կա ասամենը կա չեն կնար ուրանալ քիչով շատով գտնված է կգտնվի ալ երբեմները բոլորիս մեջ հոսեր որ Պետրոս ասավ դեր տուն դեր ասած ես աստծո
Հիսուսի դեր։ Դերևս քեզի համար վարդապետ է Հիսուս։ Չէ՞։ Վարդապետ է։ Բայց Հիսուս դերը։ Ճիշտ հոսեր որ Պետրոս անգեց թարց ունեցավ եւ նվիրում ունեցավ։ Անգերձորեն անցնաբես տեսավ Հիսուսի։ Հիմա չգարտացիք դեռ մյուս համարները պիտի գարտանք հիմա։ Հիսուսի քերտնական զորությունը տեսավ։ Քանի որ նայեցեք 6-րդ համարը ինչ կսե։ Երբ ըսած արին խիս շատ ծուկեր ժողովեցին, անանք որ իրենց ուրգանները գ Շնորհակալ։ 7-րդ համարը դիտա։ Աչքնեին մույս նավում մեջ եղող իրենց ինգերներուն, որքան օգնեն իրենց, եկան ու երկու նավերեն ալ լեցվեցին, գրեթե ընկերնելու մոտ էին։ Շնորհակալ եմ։ Հիմա գիտեք Պետրոս ինչ ասավ սկիզբի Հիսուսի, վարդապետը սա բոլոր գիշերը աշխատեցանք ցուկ չի բռնեցինք։ Հիմա Հիսուսի վրա գետրոնանք նայենք Հիսուս ինչ բաներ արավ աս Ղուկաս 5:11 հատվածի մեջ։ Առաջին բանը Հիսուս ժողովուրդներուն սորվեցուց։ Չէ՞ անդիկա գարտացինք։ Ինչ սորվեցուց Երանի հողը լայեսի գարտայի որ նայեցի ով դերս ինչերը սիր արդյոք։ Լերան կարոզը գիտենք, Երանելիները գիտենք, դարբեր բաներ որ խոսեցար գիտենք, բայց ինչերը սիր արդյոք։ Անորամար Էլմաջյանի մենք երբ ունենք որ անցյալ գիրակի երկեցինք ձով մելանի փոխվեր եթե երկնագամար լար թուղթե մեն մի ծողուն քրիչ դառնար ամեն մարդալ թբիր ջարդար միջի պավերթեր քրելու աստծո խոսքեր եւ իր սերը անկան ասի որով դեր ինչերը սիր արդյոք Երանի իրական հոսը լայ ասեի ես ալսեի ինչ Երանի ժողովուրդ էին անոնք լուրջ ունեին որ Հիսուսի հետ թբերն իրեն տեսերն իրեն առաջինը սորվեցուց Հիսուս երկրորդ Պետրոսի նավը կորզածեց Քույրեր մենք ալ նավեր ունենք նավերը մեր կյանքերն է Հիսուս կրնակ ու կյանքդ կորզածել կրնակ քեզ ես նավուտ մեջ նստիմ ամեն գդրամատրես are you available are you գուդաս գդրվիս ժամանակներդ գարողություններդ դրամատրությունդ աման չի դերիմ այսօր այդ սիրտությունում հաջիս ինձ մի խանգարերեմ եթե ոչ տկրամ Թունասե հրաման կտկադար ինչ է իմ գեցվածքս Հիսուս Պետրոսի նավը կորզածեց երրորդ բանը Հիսուս խնդրեց որ Պետրոս նավը առաջ տանի թեբի խորունգը հիմա ադորաբիտնային խորունգ ինչսել է խորունգը դարավ չորրորդ բանը ասավ որ հրամայեց որ ուրգաները ցկեցեք like I see Հիսուս դու պետք է գիտնաս որն հետ who are you dealing with you dealing with a շատ seasoned fisherman I think Վարբետ ցգնորսիմը տուն գսես կոր նավդ առաջ ծարի ուրգան ցկե եւ արդեն Պետրոսը ցեվոմ ինքսինք բաճարապանեց որ դեր բոլոր քիշերս աշխատեցանք եւ 5-րդ բանը Հիսուս Սիմոնի ասավ մի վախնար անորալ պիտի կանգետքը 5 բաներ արավ Հիսուս կարոզեց Պետրոսի նավը կորզածեց նավը խորունգը ուզեց որ երթա ուրգանը ցկե եւ մի վախնար ասկե հետո մարտոց որ սորտի դլաս Երբ որ գսեք որ Հիսուս խոսելեն թատրեցավ Սիմոնի ասավ ուրգանների ցկեցեք նավը թեբի խորունգը դար Թե ինչ կնշանակե նավը թեբի խորունգը դար քիչ մտածեցի ասանք խորունգը դալ Հիսուս հավանաբար Պետրոսի ուզեց վարձատրել Հիսուս գիտենք ինչ պիտի չէ ինքը գիտե որ մեր ցուկ պիտի մեր որս մը պիտի որսա Ուզեց Պետրոսի վարձատրել, քանի որ ազնիվ եղավ որ նավը դրամատրե իրեն։ Դարձյալ ուզեց որ Պետրոսի հիմա իր մասին շատ լսեր է, իրեն վարձապետը ասավ, գիտե, իր հրաշները գտեստե որ եւ իրեն բոլոր սորվեցուցածները գլսեք որ պատկանները Պետրոսի մդային հավատքի կարողությունը ուզեց ավելի բարձր մակարդակի մհանել, խորացնել եւ կորցնականացնել սրտին իջեցնել անորամար վարտաբեդը սողը դերսաբեդո եւ ադինելու համար Հիսուսի մագասե որ նավդ խորունգը դար Թերևս այսօր քեզի ադերսը որ նավդ առաջ դար խորունգն է դե Ադիգա ասել է որ թունքու comfort zone-դ աբահով ըսկացած վիճակի դուրս բերելես հոժարես խորունգը գուզես երտալ խորունգը անաբահով դեղ է մարդկային հնարամ չի գա ես լողալ չեմ գիտեր Կմտնեմ ճուր,
Գերտա միջև որ ոդկս կեդինը գտպնա։ Ոդկս եթե կեդինը չի տպնա, անգարելի է։ Պետք է ստեղը բռնեմ կամ ոդկս տպնա, անաբահով կստամ։ Քանի որ լողալ չեմ գիտեր։ Կսիրեմ ճուրը, մանավանդ միջեգրական ճուրը մտնել, աղի ճուրը։ Բայց անաբահով դեղ է խորուն տեղը։ Եվ մարդկային հենարան չի գահում։ Գնաս ընկղմիլ, չէ՞։ Բայց Հիսուս կուզե խորում դեղը դանել քեզի։ Հիսուս կուզե քեզի քու ցանկիտ մեջ խորացրել հոգևոր ցանկիտ մեջ։ Այսինքն սիրո ցանկիտ մեջ խորանալ պետք է, համբերության ցանկի մեջ խորանալ պետք է, դալու ցանկիտ մեջ խորանալ պետք է, դրամատրվելու, ասոնք ամեն Հիսուս կաշխատի գոր մեր վրա քույրեր։ Անորոմար Պետրոսի վրա է աշխատի որ նավը թորում գդարսավ։ Պետրոսն ալի սա դերին սա բոլոր քիշեր աշխատեցանք։ Նման վստահ եմ ասկի առաջ ըսած եմ կամ լսած եք։ Ցգնորսությունը իր գնով գլա։ Օր ծորեգով ցգնորսություն չլար։ Ես կհիշեմ մենք միջեգրական ծովեն քալելով այսինքն 5 վայրկյան անցին կապրեինք երբ որ բզդիկ է 7-8 տարեկան մանավանդ մեր շենքին արջևը հետ շենք չի գար ամեն նարնջերիներ էին միջեգրական ծովը բոլոր մանկությունս անանք մեծեր եմ իրիկվա թեմ 7-ին 8-ին ասանք մտնշաղ արևը մարաբիտ մտնե ցգնորսներուն նավերը լապտերով գտեսնենք բոլոր միջեգրականի վրա ցգնորսություն ունեին ծորեգադեն նավ չես տեսներ չի գա ծորեգով չլար քանի որ ծորեգադեն ցուգերը գբահվդին խորում տեները անորոմար խորունգը Հիսուս առաջնորդեց քիշերադեն ձանձադեղը գուքան Եվ հոնդեղը թյուրեն է ծպրնելը, մութ է կանի, որ չեն գիտեր հոնգուքան, և մութին մեջը ուրգանները գնետվի։ Անորամար Հիսուսի ըսա Պետրոս, դեր, վարդապետ ըսա, բոլոր քիշերս աշխատեցանք։ Եվ ընդհանրապես ուրգանները երկու նավով գնեին, անորամար երկու նավ կար։ Մեկ նավը գնեդե, մյուս նավը մյուս կողմեն կքաշե, և it was a group effort, միասին աշխատեին, մեկ հոգիով չերը լարասիգա, և հավանաբար մի քանի անգամ գնեդեին։ Գսվի, որ մեկ քիշերվա մեջ մինչև 12 անգամ այդ հաստ բարանները, որ երբ որ չուր գծծեն, գիտեք ինչ գծարանա այդ ուրգանը, պիտի քաշեն, մեկ հատ աբիտնետեն, գիտեք որքան հոգնեցան ասոնք։ Մեկ հատ ցուկ չեն բռնած, բոլոր քիշերը։ Եվ ասիկա գսեք որ Հիսուսի Պետրոս, ինչպես որ գարտացին քիչ առաջ։ Եվ ինչպես քիչ առաջ ասի, այսօր Հիսուս իմ եւ քո նավոտ մեջ կուզե մտնել եւ հրաման արձակել։ Քեզի գսե որ նավոտ խորում դար։ Ես կուզեմ որ տուն այս շրջանի կյանքիդ մեջ, սիրո կյանքիդ մեջ խորանաս պատրաստ ես։ Ամուսին դավիթ գնաս սիրել, համբերել։ Զավակներուդ, հարսիդ, փեսայիդ, թորնիկներուդ գնաս ավելի համբերել, հոգևոր քրոջը, դերևս ֆիզիկական վիճակները կանցնենք շատերդ, կանցնենք, որքան համբերող ես։ Ամենադեմ մի դերտաշ մի բանի վրա բիտնստիս, այս կյանքիդ մեջ քեզի ուզեմ խորացնել, նավդ առաջ տալ։ Ամեն մեկուս տարբեր ձևով կխոսի որ Հիսուս քույրեր այսօր։ Մենք չենք գիտեր նավը առաջ տանել ինչ պիտի ակնկալենք։ Պետրոս չի գիտեր որ ցկ պիտի կա։ Հիսուս գիտե։ Երբ որ Հիսուս քեզ մե բամը կխնդրե բարավիճ է։ Ամեն։ Հնազանդիր։ Թյուրեն է։ Հիմա Պետրոս մարդկորեն դրամապանական չէ։ Այսինքն Պետրոս ասելուզես որ ով դեր, այսինքն բամը գսես կոր բայց ասի երբեք չբադած իմ ասկանդարված ցգնորսության ասպարեզից մեջ։ Բայց քո խոսքիդ համար ասավ արչև գտանիմ նավը արչև գտանիմ Թերևս այսօր դերը քեզի գսե օտոտ կորձած է մարդ տարբեր այցելե ճաշմը եփե ձարայե քրբանդ փած դուր ժողովները մի փածակայր հավատարի մեղիր որքան հոժար եմ ես Պետրոսի պես ասել դեր ասած է դրամապանական չէ ինձ համար բայց քանի որ թուն գսես կոր բիտնե Ինչ էր վերջին բանը որ դերը սրտից վրա դրավ։ Մտածեցեք քույրեր, պետք է, եթե իրական Աստծո զավակ ես, Աստված պետք է քեզի մխտե ասանք մեկ հատ։ Ելի շարժի դերդ։ Մի քնանար, մի թմրիր։ Ասակ փոցերնձալ մի նստիր, քն պետք է փամանես։ Առաջ կնա, խորունգն է դե։ Եվ խորունգ դերը անաբահով դեր է։ Հոգևոր կյանքի արմատներուդ կուզե երթալ։ Հիմա գիտեք Ձարեր կան որ, եթե արմատները խորուկ չեն, փոթորիկ մալլան է, արմատախիլ կլագել է։ Մանավանդ ցունամրիկները երոշատ կտեսնեք ձարեր, լմման ասան ինգազեն արմատները ներած են։ Բայց արմավի ձարը, արմավենին, որքան որ հասակ ունի երկար, անկանա խորունգ արմատ ունի։
Անոր համար արմավենին գրնամինչև կետնին հորիզոնական հասանք parallel լալ գենալ չի գդրվի ետկել է ինչու խորում է որքան ինչպես no palm tree արմավ այսինքն որքան խորում է արմադը անկանալ բարձր է գիտեք արմավը փարակ երկար է այսինքն զալը հաստ չի գոճղը որ թիմանա գաղնի զար չէ փարակ է բայց խորում արմադ ունի կու արմատները հոգևոր որքան խորում են որ երբ որ փոթորիկները կանն է գծրիս այո գծրիս Heç մեկը չի գնարսել ես ասա կգենամ փոթորիկները մի ծրիվ գա բայց քանի որ խորում դեղը քիդես ապրիլ թուն ետկելես եւ Ղուկաս 5:5-ի մեջ Պետրոսի հնազանդությունը կտեսնենք ըսա որ Պետրոս վարդապետը բոլոր քիշերս աշխատեցին փամը չփնեցին բայց քու խոսքիդ համար ուրգանը գցկեմ հնազանդության կյանքս ես քննեմ Տուն եւ ես քննենք որքան հնազանդ եմ ես Աստծո երեք բաներ era խոստեղը Պետրոս հավատքի քայլեր ասարածը այսին գրնա Պերուշանը լալ իր մյուս ցգնորս բարեկամներուն կողմ նորեն գրնա նավը ծորեկ աչքով ներդել եւ բարապ ուրգան մտանե բիթ հավատա Հիսուսի եսածին չէ հավատ կուզե երկրորդ հնազանդություն եւ երրորդ վստահություն երեք բան տեսնենք Պետրոսի մեջ Արագած 3:5-6-ը գսե քու փոլոր սրդովդ դերոջը աբավինե եւ քու իմաստությանդ մի վստահիր քու փոլոր ճամփաներդ մեծանիկա ջանցիր եւ անիկա քու շավիղներդ պիտի ուղե ուրեմն ես ինձ իմիջ պիտի կամ իմ մարդկային ուժիս փազուգիս առողջությանս երդասարտությանս մտային կարողությանս փորձառությանս պիտի չի վստահիմ զերո եմ ես կանի որ Աստծո կով ես զերո եմ Պետրոս որ բոլոր քիշերը աշխատեցա մեկը ծուկ չի բռնեց բայց Աստծո խոսքին վրա ուրգանը նետեց Արդյոք թուն ինչ քայլ պետք է առնես ինչպես քիչ առաջսի ամեն օր հավատարիմ ես սուկիր կարտալու մեջ օրեր կփախի կբադայի վնաս չունի հիվանդություններ կա ժամանություններ կա կբադայի բայց ընդհանուր առմամբ որքան հավատարիմ եմ հավատարիմ կհաջախեմ Աստծո հոգևոր ընտանիքիս հերու կմնամ գամ հավատարիմ եմ դերմը կբատկանիմ որ բարգևներս կործածեմ գիտեք ուր որ կբատկանիս եկեղեցիմը դերմը հոն կկործածվիս քանի որ տուն հոն արմադանաս ասոնք արմադանալու խորանալու միջոցներ են հիմա գուզեմ փախտատական մանել ձանձաղ ճուր խորունկ ճուր ձանձաղ կյանք խորունկ կյանքի միջև ձանձաղ կյանքը անմիջական արդյունք կուզե անմիջական այսինքն 25 سنت գտնես արդեն սուրճը պետք է իջնական ինչ 25 سنت $5 ասենք գամ մեքենայի մեջ գտնես $1 չիփսը դիչնա անմիջական է բայց խորուն կյանքը երկարադեպ է ուր է որ թուն փաթաթեսներ առնես գերվես մակրես մանրես դապկես ուդես Gam chips arnes udes. Immediate and long term. Zanzal եւ խորունկ. Հոգեվոր կյանքը չիփսի կյանք է, ծանծաղ, կամ խորունկ. Համը որ էմեգ է այսին ջաշը, մանթմը անելը, ասանք չլար, կեվտեն չլար, ժամանակ դրամատող պաներ են, որ ավելի սննդարար է, կանտ է, երտամ ես չիփս ուդեմ, օրնագի համար. Երկրորդ մեկ պանը, Ձանձաղ աղոտքի կյանքա կրնա մեկ ունենալ, այսինքն խաչ մգան է, հայրմեն մգես է, կոց աղոտները գսե գելդեգետ, աղոտեցիք անշուշտ, բայց խորունկ հավադացյալը աղոտքի կյանք ունի, ոչ թե ժամեր գանցն է, բայման չի ժամերը, բայց սրդեն ասան կապված է աստծո հետ, any minute, զո է մեկ ադեմ, ձանձաղ հոգևոր անցը չուզեր փոխվիլ, ինձի անանքիս մի իներ, ինձի շատ մի հրեր, մի հրմշտգեր, այսինքն նեղություն մկան է բզդիկ, գծատք է թուրսկել է չուրեն, թուրին է թուրսել է, բայց խորունկ հոգևոր կյանք ունեցողը նեղություններու մեջ, փոթորիկներու մեջ գդոգա, ավելի զորավոր թուրսկել է։ Ձանձաղ անցը թուրսեն ուրիշ մեկն է, ներսեն ուրիշ մեկն է։ Թուրսեն ասանք պամը գտնե, խապկանք մգուդա, բարթոց, անոնք որ իրեն լավ չեն կիրել, աստեցություն մգծք է, իմպրեշն մգն է, բայց
ինքը ներսեն ուրիշ մեկն է։ Բայց խորունգ անձը ճշմարիտ հավատք ունի։ Ուրեմն ուզեցի ասպստիկ փախտադականը անել ծանծաղին եւ խորունգին։ Եվ անշուշտ ինչպես կարծացինք 6-րդ եւ 7-րդ համարները, խիստ շատ ցուգեր ժողվեցին այնպես որ գսե ուրգանները կբادرտեր։ Հիմա քիչ մը խոսենք աս խիստ շատ ցուգը քանակը որքան կդարալ։ Գսվի որ այն adեն նավերը, որ ցգնորսի համար կկործածվեին 10 մետրով երկայնք, այսինքն 4 մետր լայնքը եւ մի քանի մետրալ խորունգություն ուներ։ Պատկերացուցեք, եթե գրնակ ասանք, աս քիչ մը ավելի մեծ ասենյակ են թերևս։ Correct me if I'm wrong. Այ քիչ մը ավելի մեծ եւ հավանաբար Պետրոսի նավը անպայման երկու նավերը լեցվեցան, նայեցեք, քանի որ 7-րդ համարն արգսեք որ աճ կնեն մյուս նավու մեջ ողողներուն, իրենց ընկերները որքան օգնեն իրենց եւ եկան ու երկու նավերն ալ լեցուցի մինչեւ որ ընկնելու մոտ էին։ Հաշիվը եղած է որ աս երկու նավերու մեջ լեցված ցուգերուն քանակը 60 մոտավորապես 60,000 pound է։ 60,000 pound ցուկ լեցված է մեջը։ Հաշիվ Ադիմուսն է։ Ադիգա հովաննումի մեջը 153 մեծ ցուգեր բռնեցին։ 60,000 pound ցուկ։ No wonder 8-րդ համարը որ կարծեմ քեզի դվի բայցարկուց է նորեն գարտաճիս։ Սիմոն Պետրոս երբ տեսավ Հիսուսին ձունգերուն ինգավուրսա դերին քովես մեկտիկնա քանզի ես մեղավոր մարդման եմ։ Շնորհակալ եմ։ Տեսակ Պետրոսի սիրտը ինչպես փոխվեցավ։ Սկիզբը վարդապետը սավ իրեն։ At Մատթեոսի հատվածը որ նեկտարկույրը գարտած Հիսուս կանչեց իրենց, ցեզի մարդոց ֆորսորտն է մսավ, բայց չէր դված դակավի Հիսուսի, քանի որ ասի հաջորդ ուրիշ պատահարն է։ Ուրիշ տեղ ասիգա։ Անի Քալիլիո ծովագն է, ասի Քենեսարետի ծովագն է։ Չէր դված դակավին։ Բայց Հոսեվոր եւ ինչպես գիտեք որ հետևեցավ 11-րդ համարը հաջիս կարտա Ժակլին Եվ նավերը ցամաքը հանելով ամեն բան թողուցին ու անոր յետևեն կացին։ Ամեն բան թողուցին եւ անոր յետևեն կացին։ Աստված ինձ մե եւ քեզ մե արգ սպասեք ուրե որ մենք մեր անցեն բարբրինք։ Պետրոսին չսավ մեկտի կնայից մե դերի մսավ կանզի ես մեղավոր մարդ եմ։ Պետրոս ինչ էր դեսավ իր կյանքի մեջ ացուգեր դեսավ նե ովքեր ինչ ինքը բիզնեսի մեջ սուդեր խոսած էր ովքեր գշիր կգշրածադեն ինչ սխալներ արած էր ինչ էր դեսավ եւ Հիսուսի ատմեծությունը որ դեսավ որ անգարելի փամն էր որ ծորեկ աչքով արևը ճիշտ կողոտ վրան է եւ 60,000 pound ցուկ ելե անգարելի փամն էր Աստծո հիմա Հիսուսը ոչ թե որպես վարդապետ կճանչտա որպես Աստված որպես իր փրկիչը իր դերը անոնամարը ասավ ես մեղավոր եմ մեկտիկն ասավ քանի որ ասկե հետո էր որ նայեցեք 10-րդ եւ 9-րդ եւ 10-րդ համարները Էմմա հաջիս կարտա Վասնզի ապշությունը բադեց Զանիգա եւ անոր հետ եղող ամենքը իրենց բռնած ցուկերուն շադության համար նույնպես ալ Զեփեթիոսի որդիները Հակոբոս եւ Հովանես որոնք Սիմոնին ընկերներն էին Հիսուս ասավ Սիմոնին մի վախնար ասկե յետև մարդոց որսորտ պիտի ելլաս Շնորհակալ եմ մի վախնար ասկե յետև մարդոց որսորտ պիտի ելլաս գուզեմ 10-րդ համարը հաջիս կարտաս 5:10 because that's what I'm going to focus on Luke 5:10 The same was true of Simon's partners James and John the sons of Zebedee Jesus said to Simon Don't be afraid from now on you will be catching people Thank you Arpituna agapernov garta وكذلك أيضا يعقوب ويوحنا ابنا زبدي اللذان كانا شريكي سمعان فقال يسوع لسمعان لا تخف من الآن تكون تصطاد الناس Thank you Ասկե յետև մարդոց որտոց պիտար Հիմա ասար աշկի մեջ Հիսուս բերեշկությունով ոչ գույրի մաչկը բացավ դևերանեց գերակրեց ոչ որսորդությունով որբեսի ցցնե
որ հիմա Պետրոս, ոչ թե միայն Պետրոս, Անդրեաս, Հակոբոս եւ Հովհաննես, որ 4-ը որ հոն էին, ասկե իրեն մարդուց որսոր գրելակ։ Հիմա իրեն ծառայության պատրաստեց։ Սիրելի քույրերս, երբ որ դու նավդ առաջ կդանես, նախ նավդ կդրամատրես Հիսուսի։ Խորունգը կդանես, Հիսուս քեզ ասպատկամու դա, այսօր մի վախնար, ասկե հետո դու միտ կորզածվես ձերքերուս մեջ։ Անգե առաջ չես կրնար կորզածվի։ Խորունգ դեղը չի կացած չես կրնար Հիսուսի ձերքերու մեջ կորզածվի։ Չես կրնալ քիչ մի Հիսուսի մասին գիտնալ, քիչ մը հետևածը լալ եւ ասել որ օ ես ասիա բիտնեմ, անի բիտնեմ Հիսուսի համար չէ բիտնեմ, նո։ Խորունգ կյանք պետք է այդ խորունգության մեջ Աստծո մեծությունը կտեսնես, որ ով է ինքը եւ անգե հետ կե Աստծո թակավորությունը ընդարձակելու համար Աստված կպատրաստի քեզի, ինչպես գլասքաչ, համբերող, միասին աշխատող, Պետրոս մինագը չերոս, եղբայրը գար Զեբեդեոսի երկու որդիները գային, հավատարիմ, հավատքի դեր, Քրիստոսի հետ մտերիմ հարաբերություն ունեցող։ Ուրեմն մենք տեսանք Պետրոսը, Հիսուս սկիզբը հորտարանու կետին հոն իրեն տեսավ, հետո Քալիլիո զովեզերքը տեսավ, կանչեց իրեն, բայց դակամին Պետրոսի մեջ շարժում չի գա։ Զոքան չի եկա բժշկեց, դակամին բամը չի գա, բայց նավը դրամատրեց կոնե, հոս Քենեսարեթի զովագինքով։ Եվ իրեն, երբ որ հրամայեց, որ նավը խորունգը դարձուկ որսա, Վարդապետը սավ, բայց իսկական թարցը Պետրոսի, երբ որ դերը սավ, մեկտի կնայինց մե։ Աղոտ կսե որ քույրեր, ամեն մեկս որ կլսենք աս խոսքերը, իրական ասենք դեր։ Ես մեղավոր եմ, մեկտի կնայինց մե, այսինքն ոչ թե մեկտի կնա, այդ բանը որ դու սուրբ ես, ես մեղավոր եմ։ Քեզի գացնեմ եւ անգեց յետքը որ Հիսուս կրծավ իրեն ասել ասկեց յետքը տուն մարդոց որսորտ պիտի լաս գիտեք մենք երբ բոնիկ բզիկներուն գսորվեցնենք իրակտորի ցեզ պիտի անեմ մարդոց որսորտ թե ինձ հետևիկ եթե գիտեք երկեցեք հետս ցեզ պիտի անեմ մարդոց որսորտ մարդոց որսորտ մարդոց որսորտ ցեզ պիտի անեմ մարդոց որսորտ թե ինձ հետևիկ Te intedevik, te intedevik, tez bidianem martos forsort, te intedevik. Աստված ամեն մեկը քույրեր մարդոց որսորտն է։ Բայց առաջ Վարդապետ ըսել են Եգուր եւ դերս է։ Առաջ դառնավդ խորունգը կնա։ Հետը ժամանակ անցուր, արմատները թխորացուր, փոթորիկներու մեջ վստահիր իրեն եւ ասե իմ դերս եւ իմ փրկիչս։ Ամեն եւ ամեն դերով։ Ամեն։